Բարի երեկո։ Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Այս ժամի համար առանձնացրել ենք օրվա ամենակարևորը։ Իսկ դուք շարունակեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, բացառիկն ու կարևորը բաց չթողնելու համար։ Տեղի ունեցել Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի հեռախոսազրույցը ավագ որդու Դավիթ Վարդանյանի հետ, որի ընթացքում Ռուբենը խնդրել է կիսվել իր 3 կարևորագույն մտքերով։ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտարարել է. Արցախը եղել է, կա եւ կլինի։ Հավատացեք ինքներդ ձեզ, ինչպես Աստծո մասնիկը, բարին եւ լույսը։ Իսկական հերոսը նա է, ով ի վիճակի է հույս ունենալ այնտեղ, որտեղ այն այլևս չկա, ով դառնում է հենարան ուրիշների համար, երբ նրանք կորցրել են հավատը։ Հիշեցնենք, Բաքուն Վարդանյանին մեղադրում է պատերազմ վարելու, ահաբեկչության խոշտանգումների եւ այլ ծանր հանցագործությունների մեջ։ Թուրքիայի խորհրդանի նախկին պատգամավոր Գարո Փայլյանը հայտարարել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանը երրորդ երկրների համար բաց կլինի արդեն հունվարին։ Նրա հաղորդմամբ դրանից հետո մի քանի ամսվա ընթացքում կբացվի նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջև սահմանը։ Հիշեցնենք, թուրքական դիվանագիտական աղբյուրը ավելի վաղ հայտարարել էր, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացը շարունակվում է։ Մոսկվային ողջունել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջև Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով երկաթուղային հաղորդակցության մեկնարկը, այդ իրադարձությունը համարելով իրական ներդրում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում։ Անկախության հռչակումից հետո առաջին անգամ է, երբ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև երկաթուղային ուղիղ կապ է հաստատվում, անցնելով Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նշելով, որ սա իրական շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում, աշխատանքի վկայություն ի նպաստ տարածաշրջանային կայունության եւ տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական զարգացման։ Խորհրդանշական է, որ այդ ճանապարհով ընթացող առաջին բեռը ռուսական հացահատիկն էր, ապրելու եւ արարելու կարևորագույն խորհրդանիշներից մեկը, ինչը եւս մեկ անգամ ընդգծում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ընդհանուր ձգտումը, առճակատումից համագործակցության անցումը, ընդգծել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետը։ Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել ենք, ռուսական ցորենով բեռնված գնացքը Ադրբեջանով եւ Վրաստանով ժամանել է Հայաստան։ Կառավարությունից նշել են, թե դեպի Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումների վերացումը Ադրբեջանի կողմից կարևոր քայլ է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման եւ տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում սպանված 3 տարեկան Տիգրան Օվանեսովի քույրն ու եղբայրը անխնամ վիճակում են տեղափոխվել Հայ օգնության ֆոնդի կենտրոն։ Երեք հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության եւ հոգաբարձության մարմինը հրատապ նիստ է հրավիրել եւ որոշվել է Օվանեսովների ընտանիքի երեխաներին անհապաղ տեղափոխել Հով։ Երեխաների անխնամ վիճակը ակնհայտ էր, դրա համար էլ նրանց բերել են մեզ մոտ։ Բռնության հետքեր մենք չենք գրանցել, հիմա նոր պայմաններում նրանք փորձում են ադապտանալ, նրանցից ամենամեծը 12 տարեկան է, իսկ ամենափոքր 5, հայտարարել է երեխաների պաշտպանության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը։ Նա նշել է, որ Հոֆում ցանկացած երեխայի տեղափոխվելուց հետո կարևորում են ապահով միջավայրի ստեղծումն ու անվտանգության զգացում փոխանցելը։ Սկզբում փոքրիկներին շրջապատում են հանգիստ ջերմ մթնոլորտով, լրացուցիչ հարցեր չեն տալիս, նրանք առօրյա զբաղմունքներ են ունենում։ Երբ երեխաները պատրաստ են լինում ինչ-որ բանի մասին խոսել, այդ ժամանակ արդեն նեղ մասնագիտական աշխատանքներ են սկսվում։ Հիշեցնենք, 2022 թվականի ծնված Տիգրան Օվանեսովը կորել էր հոկտեմբերի 27-ին։ Երեխայի դին հայտնաբերվեց նոյեմբերի 2-ին Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա։ Դաշտամիջյան հատվածում։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն էլ հայտնել էր, որ 3 տարեկան Տիգրանին ըստ նախնական տվյալների խեղդել է հայրը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմեն Օվանեսովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել սպանության հոդվածով։ Դատանի որոշմամբ նա կալանավորվել է 2 ամսով։ Կովկասում ստեղծված իրավիճակը մշտական ուշադրություն է պահանջում։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Այն ամեն ինչ վերաբերում է վերջին իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել տարածաշրջանում, Կովկասում, ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում, պահանջում է մեր մշտական ուշադրությունը եւ խորհրդատվությունը, ասել է Շոյգուն Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։ Գրիգորյանն էլ վստահեցրել է, որ պատրաստ է մանրամասներ հաղորդել տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին եւ շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար։ Հիշեցնենք, Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների նիստը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առկա երկկողմ հարաբերությունների օրակարգը։ Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի անվտանգության իրավիճակի շուրջ եւ անդրադարձել տրանսպորտային ուղիների ապաշրջապակման արդյունքում ստեղծվող տնտեսական նոր հնարավորությունների իրագործմանը։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ ըստ գործակալության գնահատումների գրեթե ողջ հարստացված ուրանը Իրանում է մնում Իսրայելի եւ ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հասցված հարվածներից հետո։ Վնասը հսկայական էր, բայց ըստ մեր գնահատումների մինչև 60%, ինչպես նաև 20%, 5 եւ 2 հարստացված ուրանի մեծ մասը, եթե ոչ ամբողջը, դեռևս այնտեղ է, ասել է Գրոսին։ Նրա խոսքով հարստացման նման բարձր աստիճան ունեցող նյութի գոյությունը ինքնին մտահոգություն է առաջացնում։ Գրոսին հայտարարել էր, որ չի տեսնում ուղիղ նշաններ, որ Իրանը մեծացնում է ուրանի հարստացման մակարդակը, բայց Թեհրանը դա անելու կարողություն ունի։ Եվ վերջում օրվա տեսանյութ։ Ալբանիայի եւ Հունաստանի սահմանին գտնվող Քարանձավում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ սարդոստայնը 111,000 սարդերով։ Հսկայական սարդ քաղաքը զբաղեցնում է 106 քառակուսի մետր տարածք։ Քարանձավի պատերը ամբողջությամբ խստացված են հազարավոր ցանցով։ Այստեղ ապրում են սարդերի երկու պատերազմող տեսակներ։ Գիտնականները նշում են, որ սովորաբար այդ տեսակներից մեկը որսում է մյուսին, սակայն այստեղ նրանք ապրում են համերաշխ։ Այսօրվա համար այսքանը։ Շարունակեք մնալ Փակ TV-ի հետ, լուրերի հետքերով եւ մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։